Առաջիկայում մեր ձևով շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի մայրաթոռ, այս մասին ԱԱԾՄ մեկուսարանի դիմաց հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Վաղը ժամը 17:30-ին հանդիպում ենք մայրաթոռում, ասել է նա։ Նշենք, որ մեր ձևով շարժումն այսօր հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾՄ մեկուսարան։ Երթն այնտեղ ավարտվեց։ Ավելենք նաև, որ ներկաների շարքում էր նաև դերասանուհի Անահիս Սարդարյանը, վերջինս ինստագրամյան էջում սթորի էր հրապարակել, որտեղ չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը և խոսում էր արտասվելով։ Մեր երկրում կա արդեն 30-ից ավել քաղբանտարկյալ, որոնց թվում կա կին քաղբանտարկյալ Լիդիան Մանթաշյան, կան մեր սրբազանները, արդեն 3-րդ սրբազանն է ձերբակալված և կանոնավորված, Միքայել Սրբազյանը, Մկրտիչ Սրբազանը և Բագրատ Սրբազանը, և մեր երկրում կա ձերբակալված ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Ինչով ենք մենք տարբերվում Բաքվից, եթե մեր երկրում մեր իսկ ժողովուրդը գերեվարված է, ինչով ենք մենք իրանցից տարբերվում։ Նշենք նաև, որ երեկ ներկայացրել էինք և Նարեկ Կարապետյանի և Կարեն Կարապետյանի երեխաների ուղերձը երթին մասնակցելու առթիվ։ Տաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղը շաբաթ օրը ժամը 16:30-ին հավաքվում ենք Երևանի օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր, 2 ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք արդարություն և բարեկեցություն մեր երկրում, տաք կհագնվեք», նշվել է հայտարարության մեջ։ Սամվել Կարապետյանի դուստրը ևս հայտարարությամբ է հանդես եկել. «Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին, երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ, խնդիրն այն է, ինչպիսին է լինելու Հայաստանը, ազատ թե վախեցած, երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս, մեր պատվին», այս մասին ասել է ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի դուստրը Տաթև Կարապետյանը ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերածել փոշու։ Վաղը հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս մեկ առանձին վերցած մարդու խնդիրը չէ։ Խնդիրը այլ է. ինչպիսին է լինելու Հայաստանը, ազատ թե վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս, մեր պատվին։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերացնել փոշու։ Վաղը, հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Ավելենք նաև, որ Անահիս Սարդարյանը ևս խոսել է այն մասին, որ միանալու է այս հավաքին։ Ներքև իրանք միշտ փորելու տեղ ունեն։ Խոսքի ազատություն այս երկրում հավասարազոր զրոյից էլ ցածր մակարդակի վրա, ինչի, որովհետև ուրեմն 18 արդարների գործով փաստաբանին 3 դատարանի շենքի բակից խոշտանգելով սենց գետին պարկացնելով ուժ գործադրելով բռնեցի տան փաստաբանին։
Ինչի համար, որովհետև դրանից մի օր թե երկու օր առաջ ինքը ստատուս էր գրել ու ամոթանք էր տվել իր ապա համակարգային աշխատողներին, ովքեր որ իրենց խղճին համապատասխան չեն գործում, օրենքին համապատասխան չեն գործում, եւ մի քանի այնտեղ խոսքեր էր ասել, չգիտեմ, միգուցե ոմանց համար վիրավորական, միգուցե ոմանց համար ճշգրիտ, եւ դրա համար այդ մարդուն խոշտանգելով բռնեցին տարան։ Մեր երկրում խոսքը չունի ազատություն։ Մենք բոլորս ապրում ենք ինչ-որ բռնապետական կարգերով, ու դա նորմալ չի։ Ու եթե դուք էլ համաձայն չեք այս ամեն ինչի հետ, ու հաշտ չեք այս ամեն ինչի հետ, եթե դուք էլ ինպես հաշտ չեք այս ամեն ինչի հետ, վաղը Ազատության հրապարակում մեր ձևով շարժում անում է հանրահավաք 16:30-ին։ Ես գնալու եմ, որովհետև իմ վաղվա անելիքները այդքան կարևոր չեն, ինչքան քաղբանտարկյալները, նրանց իրավունքները եւ խոսքի ազատությունը այս երկրում։ Ես էլ ունեմ վաղը լիքը գործ, բայց դա այնքան կարևոր չի, ինչքան վաղվա հանրահավաքը ինձ համար։ Թովմաս Առաքելը Instagram-յան էջում գրել է. Ես աջակցում եմ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Քահանա հայրերիս, Սամվել Կարապետյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին իմ ձևով եւ մեր ձևով։ Թե հիմի էլ լռենք, հարմարվենք քաղաքականությամբ չզբաղվելու քողի տակ պարփակենք մեր վախերն ու կորցնենք ամեն սրբություն։ Այլևս բավ է, ժամանակն է հակազդելու կործանարար ընթացքին։ Ռուբեն Մելիքյանը գրել է. Օկուպացիոն ռեժիմը սկսել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակման կարևորագույն արարի Վեհապար հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։ Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն սրբազաններից մեկի եւ Ոման Աբեղայի միջեւ, որում այդ աբեղան մեղադրում է Վեհապար հայրապետին ինչ-որ միտինգի մասնակցել խորհուրդ տալու համար։ Հաջորդ քայլերն արդեն պարզ են, հարցն այն է՝ երբ, այսօր, վաղը, երկուշաբթի, թե մի քանի օրից։ Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։ Գերեվարված վեհապարը շարունակում է մնալ վեհապար։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր վեհապար հայրապետերը գերեվարվել են թշնամու կողմից։ Սա էլ կլինի այդ դիպվածների շարքում։ Վեհապարը լի իշխան է իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ եկեղեցու բնականon գործունեությունն ապահովելու համար։ Եթե մայրաթոռից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։ Ողջույն բոլորին։ Ինձ թվում է մենք չպիտի մոռանանք, որ ցանկացած իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ հակառակը։ Եվ պիտի կատարի ժողովրդի կամքը։ Վաղը մենք ունենալու ենք հնարավորություն այդ կամքը ցույց տանք, որ իրենք հասկանան, որ եթե այս ռեպրեսիաները շարունակվեն, իրենց նույնիսկ 2 տամոքս չերիկի այս ամեն ինչը մարսեն։ Վաղը 4:30 ես կլինեմ Ազատության հրապարակում։